Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Ողջույն, պարոն Մկրտչյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն Ժիրայր ջան, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Մկրտչյան, սկսենք վարչապետի Թուրքիա կատարած այցից։ Երկու կողմն են հաղորդագրություն տարածեցին, որ քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր, խաղաղության խաչմերուկ եւ այլն, հա, վարչապետը հայ համայնքի հետ հանդիպմանը դիտարկումներ արեց, տարբեր նշեց, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու է խաղաղության միջանցք, ասաց, որ նախկինում, երբ պետք էր Հայաստանից Թուրքիայի վերաբերյալ ոչ հրապարակային ինչ-որ դիրքորոշում ճշտել, երրորդ երկրի միջոցով էր դա տեղի ունենում եւ հակառակը, եւ հիմա կա ուղիղ կապ Թուրքիայի հետ, մենք հարաբերվում ենք ուղիղ կապի միջոցով, երկկողմ մակարդակում, սա միջպետական հարաբերություններ հաստատելու ճանապարհին կարևոր հանգրվան է եւ այլն։ Այս այցը ինչ տվեց Հայաստանին, ինչի մասին էր այս այցը։ Նախ եկեք ֆիքսենք, որ նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ սա աննախադեպ այց էր իր ը, բնույթով։ Եկեք ֆիքսենք, որ տեսեք, այսպես կեղծ հակաթուրքականության դիրքերից հանդես եկողները ողջ օրը երեք մամուլը զետեղեցին կեղծ տեղեկատվությամբ, որ այ հանձնվում է, այ չգիտեմ, ստորանում է Հայաստանի Հանրապետությունը, դավադրություն է նախապատրաստվում Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։ Այնինչ Հայաստանի Հանրապետության վարչապետը բարձր ընդունելության էր արժանանում Թուրքիայում արարողակարգի բոլոր ատրիբուտները պահելով եւ դրան զուգընթաց։ Օրինակ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը 100 տարի անց կարողանում է Ստամբուլում ծածանել հայկական եռագույնը Թուրքիայի դրոշի հետ միասին իբրև անկախ ինքնիշխան սուվերեն պետություն։ Սա ձեռքբերում է։ Եթե ոմանք սա կներկայացնեն, ոմանք սա չտեսնելու կտան, սա իրականում ձեռքբերում է։ Իրականում սա շոշափելի արդյունք է, իրականում հպարտանալու տեղ կա որպես ազգ, որ մենք կարողացել ենք կենթանանալ, կարողացել ենք վերածնվել, կերտել պետություն, ունենալ սեփական դրոշ եւ այսօր Թուրքիայի նախագահը, այո, ինչպես մյուս երկրի առաջնորդներին, սուվերեն ինքնիշխան, այնպես էլ Հայաստանի Հանրապետության առաջնորդին դիմավորում է Թուրքիայում, Ստամբուլում։ Երկրորդ կարևոր առանցքային կետը դա այն է, որ ես ընդգծում եմ այստեղ մենք բառը։ Եթե միջև այս մեր փոխարեն էին խոսում Թուրքիայի հետ, կար մի ժամանակաշրջան, հատկապես 44-օրյա պատերազմից հետո կհիշեք, երբ որ Թուրքիայի նախագահը մեր հետ կապված խնդիրները քննարկում էր Ռուսաստանի Դաշնության հետ, Ռուսաստանի Դաշնությունը մեզ հետ կապված խնդիրները քննարկում էր Թուրքիայի հետ։ Իսկ հիմա իրավիճակը փոխվել, Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիան ուղիղ երկխոսություն ունեն եւ դա աստված որ երկխոսությունը հանգեցնի հարաբերությունների ամբողջական կարգավորման, որովհետեւ հարաբերությունների ամբողջական կարգավորումն է, որ բերելու է տարածաշրջանում հարատև խաղաղություն, կայունություն, փոխգործակցություն ու Հայաստանի Հանրապետությունը այն մարդիկ, ովքեր որ սրան ի հակադիր առաջարկում են հավերժ թշնամանք, հավերժ թշնամանքի քաղաքականություն, ոչ մի թիզականություն, հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշալաշ, Կերտարդան, երկերի տակ էլ այս ազգին փորձում են մոլորեցնել, հավաստիացնում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության շահերի դիրքերից չեն խոսում։ Այլապես ունեցել են իրենք ժամանակահատված այդ դիրքերից խոսողները, ունեցել են տարիներ շարունակ ժամանակահատված, եղել են իշխանություն, ինչի չեն հասել։ Ինչի չեն հասել Սասուն, ինչի չեն մտել Մուշարդահան։ Ինչի Լեռնային Ղարաբաղը անկախ չեն ճանաչել կամ չեն միացրել Հայաստանի Հանրապետությանը։ Ինչի էին ֆուտբոլային դիվանագիտություն բանեցնում։ Ինչի էին Թուրքիայի հետ այն ժամանակ երկխոսում։ Իրենք խոսում էին, եթե անգամ այդ խոսակցությունները երկկողմ էր, խոսալուց հետո 15 րոպե հետո զեկուցում էին իրենց կորպոստի շեֆին,
Ռուսաստանի Դաշնության նախագահային։ Հիմա իրավիճակը փոխվել եւ ես ողջունում եմ այս այցը եւ հույս ունեմ, որ Թուրքիայի հետ շփումներն էլ ավելի կխորանան։ Ի վերջո նաև հայտարարություն հրապարակվեց, հայտարարության տեքստ հրապարակվեց, որտեղ թուրքական կողմը հստակ նշում էր, որ գործադրի բոլոր հնարավոր ջանքերը դիվանագիտական, որ ոչ միայն ոչ միայն մեր համատեքստում, այլ առհասարակ կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար։ Լավ, ես չեմ հասկանում այն հակառակ թևը, որ հիմա փորձում է կրակի վրա ձեռքերը տաքացնել, հա։ Լավ, ինչ են առաջարկում։ Ինչ են առաջարկում։ Չերկխոսել Թուրքիայի հետ, առհասարակ չբանակցել Ադրբեջանի հետ, գնալ պարկել Ռուսաստանի Դաշնության տակ, ոնց որ արել են տարիներ շարունակ, հետո ինչ են տալու այս ժողովրդին։ Հերթական տառապանքը, հերթական կորուստները, հերթական արյունը ինչ են տալու։ Կամ ինչ են առաջարկում։ Առաջարկ կա որպես այդպեսի։ Աղի վարչապետը գնաց կանգնեց Թուրքիա, գնաց եւ կանգնեց Թուրքիայում եւ հարևան պետությունը, հարևան հզոր պետությունը, տարածաշրջանում երևի թե ամենամարտունակ բանակը, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է Թուրքիայի բանակը, 90 միլիոն եւ ավել բնակչությամբ։ Ինչքան կարելի է բաց ձեռքով խփել բաց մեխի գլխին, հա։ Գիտեք, մեր մեծերը մի հատ շատ լավ ասացվածք ունեին եւ ուզում եմ այդ ասացվածքով իրավիճակը լավագույնս բնորոշել, ասում էին մի ձեռքը եթե չես կարողանում կտրել, աչի դիր ճակատիդ միջև ուժդ կպատի։ Հիմա սրանք համ ձեռքը չեն կարողանում կտրել, համ էլ այդ ճանապարհով չեն ուզում գնալ։ Իսկ Թուրքիայից եկող սպառնալիքները, եթե կան այդպիսիք, իսկ երեք վարչապետը հստակ ազդակ հղեց նաև թուրքական կողմին եւ իլուր աշխարհի, որ թե Հայաստանի Հանրապետությունից չկա սպառնալիք ուղված Թուրքիային, թե Թուրքիայից չկա սպառնալիք ուղված Հայաստանի Հանրապետությանը։ Սա ինչի մասին է։ Անկամ եթե կան այդպիսի սպառնալիքներ, փոքրիկ սպառնալիքներ, այդ սպառնալիքները կառավարելի դարձնելու մասին է։ Այդ սպառնալիքները չեզոքացնելու մասին է։ Իսկ ես հավաստիացնում եմ ձեզ Ժիրայր, եթե 2009 թվականի ֆուտբոլային դիվանագիտությունը Սերժ Սարգսյանը հաջողվեր Սերժ Սարգսյանին բանեցնել եւ արդյունքներ գրանցել շոշափելի, վստահեցնում եմ, որ 44-օրյա պատերազմը կամ այսպիսի հետևանքներ մեր վրա չեր թողնի, կամ առհասարակ 44-օրյա պատերազմ չեր լինի։ Եթե մի քայլ կա, որ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվել է եւ ես ողջունել եմ դա եւ ողջունում եմ, դա եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ցանկությունը։ Այլ խնդիր, թե ինչի չգնաց միջև վերջ, ինչի տապալվեց, ովքեր չցանկացան, այդ ճանապարհին ինչ կար անելու, որ չարվեց, դա այլ հարց է։ Բայց որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է մեր կենսական շահերից եւ այդ եկող սպառնալիքները սպասվելիք, ենթադրյալ սպառնալիքները պետքա դառնա կառավարելի, դա փաստ է։ Ես մի բան չեմ կարողանում հասկանալ։ Տեսեք, Ռուսաստանը պնդում է, որ օրինակ նույն 3 գումարած 3 ձևաչափով պետք է հարաբերվել Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, ասում է տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն այս երկրների շրջանակում, այսինքն տարածաշրջանային եւ տարածաշրջանում ներկայություն ունեցող երկրների մակարդակում, եւ Հայաստանի վարչապետը գնում է Ռուսաստանի առաջարկած ձևաչափի անդամ առանցքային երկրի հետ, երկրի ղեկավարի հետ հանդիպման։ Այդ դեպքում ինչու է ռուսական մամուլը եւ որոշ պաշտոնյաներ ընկել էին ցնցումների մեջ այս այցից։ Չէ՞ որ ես կհասկանայի, օրինակ, եթե վարչապետը գնար Ուկրաինա հանդիպելու Զելենսկուն, որ նրանք այդպես ցնցվեին, բայց գնում է Ռուսաստանի եղբայրական Թուրքիա, որի հետ նաև Ռուսաստանը պնդում է, որի մասնակցությամբ պիտի լուծվեն տարածաշրջանի հարցերը, հանդիպման։ Ինչու է ցնցվում։ Սա մեկ։ Եվ երկրորդ, ինչու են տեղական ռուսները, այսպես ասած, ցնցվում, որ ասում եք ինչ են առաջարկում, մի նայեք իրենց
պսևդո արևելագետների տեղ դրածներին ինչպիսի ստատուսներ էին գրել, թե ինչ է հեսա կատարվելու Փաշինյանի այցի ընթացքում եւ դրանից հետո, եւ այս մարդիկ ոչ թե տգետ են, այլ այս մարդիկ պարզ է որ մանիպուլացնում են հանրությանը եւ իրենց անբարոյականությունը սահմաններ չի ճանաչում, որ հետո օրվա վերջում կամ գոնե այսօր մի գրառմամբ էլ ներողություն խնդրեին, որ փորձել են մարդկանց դնել էշի տեղ, բայց դե այս անգամ էլ չստացվեց։ Նախ առաջի հարցին, Ժիրայր, ինչա Ռուսաստանի Դաշնությունն ինչա ցանկանում։ Ռուսաստանի Դաշնությունը խանդում է։ Խանդում է եւ գիտակցում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ուղիղ կարգավորումն ու ուղիղ շփումը բերելու է հանգեցնելու է մի իրավիճակի, որ Հարավային Կովկասում գոնե թե Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի մասով թող գնան Վրաստանի իշխանությունների հետ իրենց բիձինաների հետ բանանեն, հա, բանակցեն։ Գոնե թե Հայաստանի Հանրապետությունում այլևս Ռուսաստանի Դաշնությունն իր արյունոտ սապոկը դնելու տեղ չի ունենալու։ Այլևս այդ հարցը գալու է օրակարգ, օրինակ 102-րդ ռազմաբազան եւ հայ-թուրքական սահմանին տեղակայված ռուսական սահմանապահները արդյոք պետք է մնան կամ արժի որ մնան այդ սահմանին, թե ոչ։ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում երևի գաղտնիք չեն բացահայտի, որ տարածաշրջանում միշտ հետապնդել է հավերժ թշնամանք սերմանելու քաղաքականությունը, որով ինքը սնվել է։ Չկա հավերժ թշնամանք, չկա Ռուսաստանի Դաշնություն։ Կամ կա այնքանով, որքանով որ տնտեսական կապերը դրան կնպաստեն, որքանով որ ուղիղ երկկողմ շփումները դրան կնպաստեն։ Ընդհանրապես խանդ եւ փորձ խաթարելու հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների մոտալուտ կարգավորումը, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը այստեղ հավերժ հենարան ունենա։ Եվ հավերժ մեր տեղական այդ եթիմները հայացքներն ուղեն Ռուսաստանի Դաշնությանը։ Սա է։ Իսկ այդ եթիմների շրջանակը որ նայենք, հա, ներողություն, մի բան ասեմ, էլի, դրանց որ թափ տաս, դրանց տռուսիկից միջև ջինսեր ու չգիտեմ ինչեր, ամբողջությամբ թուրքական է։ Կապերն էլ է Թուրքիայում շատ, դրանցից մի քանիսը տարին երևի մի քանի անգամ ընդհանուր թուրքական լողափներում հանգստանում է։ Որ լավ խորանաս, դրանց հարազատներից մի քանիսը այդ ջինսերն ու տռուսիկները բերող վաճառողներն են Թուրքիայից։ Հիմա գիտեք, ցավում եմ, որ մենք ունենք այդպիսի շրջանակներ, բայց կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում ուժային կառույցները եւ ուժային մարմինները գիտեն ով որտեղ է ծավալած, ով որտեղից է սնվում, ում որտեղից են տեքստը գրում տալիս ու ով ում ջրաղացին է ջուր լցնում։ Առհասարակ նրանք փոքրամասնություն են, ես այլևս վստահ կարող եմ ֆիքսել ու արձանագրել, որ նրանք փոքրամասնություն են։ Մեր հայրենակիցները շատ լավ գիտակցում են, թե հակառակը նրանց առաջարկածը, այս շրջանակի առաջարկածը ինչի է հանգեցնելու։ Ի վերջո մենք պետքա դասեր քաղենք մեր անցյալից։ Պատմությունը շատ են, չէ՞, սիրում ասում։ Այ պատմությամբ էսպես, պատմությամբ այնպես։ Ակաժերից բռնես, բերես, նստեցնես դեմդ, ասես, բա դու քո պատմությունից քանի հատ դաս ես սովորել, քանի հատ դաս ես քաղել, լեզուները կապ կընկնի։ Այսինքն մենք մեր պատմությունից ի վերջո պիտի դասեր քաղենք, թե չքաղենք, թե պիտի ճակատներս բաց գնանք անընդհատ տանկ պատին ու տապալվենք։ Առհասարակ ուշադրություն մի դարձրեք այդ Կրեմլա հպատակ շնիկների հայտարարություններին, նրանք բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում մի պետության շահեր են սպասարկում, Ռուսաստանի Դաշնության կենսական շահերը, այն է տեղակայված մնալ Հարավային Կովկասում, 102-րդ ռազմաբազան իր չգիտեմ, անգամ ծախսերով հանդերձ կախել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարանոցին, բուծել Պերմյակովներ, Պուտինի նստելու հրավերին արձագանքել, գնալ հանվել պարկելով, ոչինչ։ Դե հիմա, գիտեք, նժդեհն է անգամ ասել, որ հայ տականքը չկա, մոլորակում հայ տականքի նման տականք գոյություն չունի։ Հիմա ունենք այնինչ ունենք, մեր շրջապատում ապրում են նաև հայ տականք տեսակները, ովքեր փորձում են հանրությանը, եթե սրանք դա անեն չհասկացվածության արդյունքում, ես սա կհասկանամ, կփորձեմ բացատրել, կփորձեմ երկխոսել, բանավիճել, բայց հավաստիացնում եմ ձեզ, նրանք շատ լավ հասկանում են ինչ են անում։ Հավաստիացնում եմ ձեզ, եթե նրանք ունենան իշխանություն, այդ երկխոսությունը
որոշակի սահմաններով նրանք իրենք էլ կիրականացնեն։ Այդ երկխոսության մեջ այդ որոշակի սահմանները կգծվեն այնտեղ, որ կսկսվի Ռուսաստանի Դաշնության սահմանապահների սահմանները, որտեղ կսկսվի 102-րդ բազայի պարիսպները, այդտեղ իրանց սահմանագիծն է։ Իսկ ինչ վերաբերում է ինքնիշխան սուվերեն պետության դիրքերից հանդես գալուն, դե գիտեք, ճորտը ոնց կարա սուվերեն դիրքերից հանդես գալը հասկանա։ Վասալը ոնց կարա սուվերեն դիրքերից հանդես եկող առաջնորդին կամ սուվերեն դիրքերից հանդես եկող երկրին առհասարակ հասկանա։ Այստեղ մի կողմ եկեք դնենք Նիկոլ Փաշինյանին։ Սիրում եք, չեք սիրում, ատում եք, պաշտում եք, ամեն մեկն ունի իր նախասիրությունները։ Եկեք մի կողմ դնենք Փաշինյանին։ Փաշինյանի մասին չի խոսքը։ Երբ որ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության սահմանից ոտքը դուրս է դնում, նա այլևս ներկայացնում է բացառապես Հայաստանի Հանրապետությունը ու մեզանից յուրաքանչյուրին։ Ու երբ որ քո երկրի առաջնորդին նորից եմ կրկնում, թշնամական իրենց բնորոշմամբ թշնամական Թուրքիայում, ցեղասպանություն իրականացրած Թուրքիայում, Ստամբուլ քաղաքում ծածանվում է քո երկրի եռագույնը, իրավահավասար իբրև պետություն Թուրքիային, եւ առաջնորդները դեմ դիմաց հանդիպում են ունենում։ Սա չնկատելը, չգիտեմ, վասալի հոգեբանությամբ եւ վասալի բարթույթով ապրելու շարունակականության մասին է խոսում։ Եվ հետո Հայաստանում Ռուսաստանի յուրայինների տեղը ռազմաճակատն է ուկրաինական, վստահաբար Ռուսաստանը ձեր կարիքը ունի, սահմանները բաց են։ Պարոն Մկրտչյան, Կգնան, որ այնտեղ բանա, սպարտիվկով տղեկը հավաքվում են ըստ մամուլում շրջանառվող լուրերի, որ Հայաստանում իրավիճակ փոխեն։ Ես այդ քո թույլտվությամբ Ժիրայր, ես այդ շրջանակին ուղակի կոչ եմ անում դրսում ասֆալտ փռողների բրիգադիրի կարգավիճակը չփոխել Հայաստանի Հանրապետությունում քերակատարողական հիմնարկի ուղեգրի հետ։ Ու իրենց ընտանիքի անդամներին եմ դիմում։ Ունեն վստահաբար երեխաներ ու ունենց մի արեք, որ այդ երեխեքի վիզը ծուռ մեծանա։ Մի արեք։ Պետության դեմ դուրս գալը շանտաղություն է։ Պարոն Մկրտչյան, վարչապետը Թուրքիա այցի ժամանակ նաև այցելեց գլխավոր մեր տաճարը այնտեղ, բայց ինչն էր շատ տարօրինակ, որ վարչապետին որևէ բարձրաստիճան կամ այլ հոգևորական չդիմավորեց։ Հետո Դե եթե մենք նորմալ է։ սուվերեն երկրի վարչապետը գնացել է իրենց բնորոշմամբ թշնամական երկիր, մենք այնտեղ ունենք նաև հոգևոր ներկայություն, պատրիարքություն եւ այլն, վարչապետը գնում է գլխավոր տաճար եւ նրան որևէ մեկը չի դիմավորում որպես ոչ թե Նիկոլ Փաշինյան, այլ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ, նորմալ է։ Նորմալ է, քանի դեռ մայրաթոռում վերանգած Կտրիչ Ներսիսյանը, իհարկե նորմալ է։ Նորմալ է։ Բա որ ասում եք Կտրիչ Ներսիսյանը պետքա փասափուսեն հավաքի ու դուրս գա մայրաթոռից ու վեհարանից, դրա համար ենք ասում։ Պետության դեմ դուրս գալ, օտարերկրահատուկ ծառայությունների հրանքներ կատարել, բիզնես անել, կուսակրոնության ուխտը խախտել, շնանալ, պոռնկանալ, բռնանալ առանձին դեպքերում։ Բա սրա համար ենք ասում։ Ինչի որ մենք ասում ենք եկեղեցին, որոշ եկեղեցականներ Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ պետության դեմ են դուրս եկել, զարմանալի է։ Նախ Թուրքիայում դեղակայված եկեղեցու առաջնորդները պետքա բացատրություն տան ինչու այս ճանապարհով, բայց Ժիրայր լավ էլի, նորմալ է։ Մենք գիտենք, չէ՞, մեր հոգևորականների մի ստվար զանգված ինչ կյանքով է ապրում, որտեղից է սնվում, ում շահերն է սպասարկում։ Չենք զարմանում։ Ոչինչ։ Իրանց ժամանակն էլ է վստահաբար գալու ու շատ կարճ է իրանց մնացել։ Իրանք թող պիտի դուրս գան, եթե սիրտները այդպես քաղաքականություն է ուզում ու իրանց պատկերացրած Ռուսաստանի Դաշնության վասալ են պատկերացնում Հայաստանի Հանրապետությանը, պետքա դուրս գան, վեղարը հանեն, հագնեն վերնաշապիկ կամ մի հատ ծակ սվիտերեն ալբանացուց ուզեն, մտնեն քաղաքականություն ու ներկայացնեն իրանց տեսլական Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոշի։ Նրանց բերի իշխանության թե չբերի։ Իրականում թացը չորի հետ խառնվել է, կա ճշգրտման կարիք։ Հիմա այդ ճշգրտման process-ն է գնում նաև ինչ որ առումով։ Դուրս գան։
դի եկեղեցուց ու վեղարի խաչի տակից դուրս գան, մտնեն քաղաքականություն, ոնց որ մտել են։ Կստանան այդտեղ պատասխաններ, կգան բանավեճերի, այդ ժամանակ կստանան պատասխաններ, չափները կանցնեն, սիրտները արյուն եւ ռազմական հեղաշրջում կուզի, ոնց որ մարդամեկիններ ուզում, գլուխներին կուտեն, նորմալ է, մի բանով նայեք։ Իրականում մեր հայրենակիցները ամեն ինչ շատ լավ տեսնում են, ամեն ինչ շատ լավ գնահատում են, հավաստիացնում եմ ձեզ, մեզանից շատ ավելի լավ, ինձանից, քեզանից, օրվա իշխանություններից առավել եւս շատ ավելի լավ տեսնում ու գնահատում են իրավիճակը ու շատ լավ պատկերացնում են։ Ու իրենց շուրջա, չէ՞, ախր Հայաստանի Հանրապետությունը շատ փոքր երկիր է։ Մարդիկ տեսնում են, չէ՞, այդ բարքերը, այդ ապրելակերպ, այդ կենցաղը, որ իրենք վարում են։ Մեր շուրջ են ապրում իրենք, մեր մեջ են ապրում իրենք։ Ում են հիմարի տեղ դրել։ Իրենց պահանջներն էլ ենք տեսնում։ Այն ինքնասառեցված տերտերները հիստերիայի մեջ, չգիտեմ, քամակը էս պատից այն պատիներ քսում։ Հանգիստ վերընկեք տեղներ այդ Հայաստանի Հանրապետությունը բռնել է իրավամբ անկախացման ճանապարհը։ Մի քիչ լավ, մի քիչ վատ, մի քիչ բավարար մեզ համար, մի քիչ անբավարար մեզ համար, բայց այդ ճանապարհն է բռնել։ Ունենք հակասություններ, այս իշխանություններն ամեն ինչ ճիշտ են անում, իհարկե ոչ։ Քանի դեռ ձեր նմանները փողոցներում թափառում են ու հակապետական հայտարարություններ են անում, այդտեղ էս իշխանությունների արած շարածի հարցը կամ բավարար չբավարարի հարցը գալիս է առաջնային պլան։ Իհարկե բավարար չի, որ ձեր նմանները հակապետական հայտարարություններ անելով դեռևս Հայաստանի Հանրապետության ասֆալտն են մաշում։ Այդտեղ բավարար չի։ Ձեր նմաններին վաղուց պետքա ծակը խցկած լինեին։ Լեզուները տեղ է ծակում հավերժ կտրած ու փակած, փոխաբերական իմաստով, բռնության կոչ չի։ Պարոն Մկրտչյան, բայց ի վերջո հիմա մենք տեսնում ենք, որ այդ եկեղեցու վերնախավի եւ քաղաքական իշխանության վերնախավի հակամարտությունը չի դադարում ու որևէ ձևով կարծես թե հանգուցալուծման էլ չի գնում։ Ինչու եմ սա ասում, որովհետև եկեղեցու վերնախավը Կտրիչ Ներսեսյանի նրա սատելիտների գլխավորությամբ պնդում են, որ նա չի հեռանալու եւ ընդհուպ այդ բարձրաստիճան հոգեվորականները այսպիսի հայտարարություններ են անում, որ մենք սրախոխող կլինենք եկեղեցում, բայց նա չի հեռանա, հա։ Ինչպես է իրավիճակը հանգուցալուծվելու։ Ոչ են գնալու ականջից բռնեն դուրս շպրտեն։ Ժիրեր, Գարեգին B կաթողիկոսը այլևս գոյություն չունի։ Կտրիչ Ներսիսյանը այո զոհել է կաթողիկոսական գահը։ Բարոյական առումով, բարոյապես Կտրիչ Ներսիսյանը առավել եւս գոյություն չունի։ Նրանց գնալու հարցը ժամանակի հարց է։ Հիմա նրանց մոտ շատ է քննարկումներ գնում վերջին օրերին, իրենց շրջապատից հոգևորականները շփվում են այն մարդկանց հետ, ովքեր այս թեմայի շուրջ խոսում են հանրության հետ, թե չեն խոսում։ Կտրիչ Ներսիսյան, դու չես տիրապետում իրավիճակին։ Եպիսկոպոսներն են մեզ հետ խոսում։ Ամենայն դեպս ինձ հետ առնվազն 3 այլևս այդպիսի եպիսկոպոս կա, որ խոսում եւ շփվում է։ Մնացած ամուսնացյալ հոգևորականները առավել եւս շփվում։ Եվ եթե քեզ թվում է այն կոմպրոմատների բազան, որ դու հավաքել ես քո ձեռքի տակ, այլևս բացառապես քո սեփականությունը, հավաստիացնում եմ քեզ, դա քո սեփականությունը այլևս չի։ Ու դու չես տիրապետում իրավիճակին, ու դու գնալու ես այսպես թե այնպես։ Ժամանակի հարց է, Ժիրայր ջան, եւ տեսնենք թե նաեւ այս խոսակցությունը հանրության շրջանում բացած Հայաստանի Հանրապետության վարչապետ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ հավատացյալ Նիկոլ Փաշինյանը ինչպես հետագա զարգացումները կտեսնի։ Իսկ այն որ հոգևորականների հետ կաշփում, այն որ հոգևորականների մի ստվար զանգված մերժում է Կտրիչ Ներսիսյանի իշխանությունը, գոնե թե հիմա մեծ այդ զրույցներում, բայց ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում նաև անթակույց դա կներկայացնի։ Սա փաստ է։
Այն որ հայ առաքելական եկեղեցին պետքա ինքնամաքրվի հանուն հենց մեր հավատի եւ մեր հայ առաքելական սուրբ եկեղեցու դա էլ է փաստ։ Այդ եկեղեցու դեմ չի, այդ Կտրիչ Ներսիսյանների, եզրասների, Բենթլիավորների, Լևի գնացողների, Լևի երեխեք ունեցողների, այ դրանց թեմա։ Դա կոնսենսուս մինուս Կտրիչ Ներսիսյան, մինուս Կիրիենկոյի ագենտուրա, այ այստեղ մինուս կոնսենսուս մինուս այս շրջանակը կա։ Մեծամասնություն են նրանք, կարող են, չեն կարող, վստահաբար չեն կարող։ Վստահաբար չեն կարող։ Կարծում եմ Սամվել Կարապետյանը հասկացավ դա, որ չի կարելի։ Եվ մի հարց Սամվել Կարապետյանի մասով, նույն նաև օրինակ Ռուսաստանի թեմի առաջնորդ Կտրիչ Ներսիսյանի եղբայր Եզրասի, որ եկել էր այստեղ, զորակցություն էր բերել, ու միայն նա չէր, մենք տեսանք, թե քահանաների ինչ խումբեր են այդտեղ, հոգևորականների ինչ խումբեր են այդտեղ հավաքվել, բայց այս մարդիկ ինչու երբեք ժողովրդին կամ առանձին Իրան, ես որ ասում եմ, ներողություն որ ընդհատում եմ, ես որ ասում եմ քահանաներ, հոգևորականներ, եպիսկոպոսներ մեզ հետ ուղիղ շփման մեջ են, ես նկատի ունեմ նաև հենց իրենց շրջապատի հոգևորականներին այդ ակցիաների ժամանակ մասնակցող։ Որ ասում եմ Կտրիչ Ներսիսյանը չի տիրապետում իրավիճակին, դա նկատի ունեմ։ շփվում ինչ են ասում։ Ըմբոստանում են, համաձայնությունն են իրենց լուր առայժմ ոչ հանրային տալիս այդ գործընթացի, որը որ սկսվել է։ Փաստում են, որ Կտրիչ Ներսիսյանը անելիք չունի Մայրաթոռում եւ Վեհարանում, ու նա պետք է գնա։ Իրենք էլ արձանագրում են, որ իրենց շրջանում լճացման եւ այսպես ճահճային մտնոլորտ ու իրավիճակ է ձևավորվել, ու այդ ճահճի մեջ մտնոլորտը նեխած է ուղակի ու դա վերբեռնելու կարիք կա ու իրենց համաձայնությունն են տալիս։ Փաստում են, որ հայ առաքելական եկեղեցում այո կան էտալոնային հոգևորականներ, որոնք պետք է առաջնային պլան գան եւ հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբեն հավատացյալ հայ ժողովրդին։ Վերջինը ես վերջացնեմ ինչ իմաստով։ Տեսեք, Սերժի եւ Քոչարյանի ռեպրեսիվ 20-ամյա պաշտոնավարման ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին գնդակահարվում, երբ հարյուրավոր քաղբանտարկյալներ կային, անմեղ դատապարտվածներ քաղաքական հայացքների համար ու հազար ու մի բան, հա, նրանցից որևէ մեկը չզորակցեց նրանց, ոչ մի քայլ չարեց նրանց ընթառաջ կամ նրանց պաշտպանության համար, որևէ բան չարեց։ Նույն օրինակ Լևոն Հայրապետյանը քիչ բարեր արեր, քիչ գումար տնօրինող մարդ էր, նրա այդ սրանկացման գործընթացը Ռուսաստանում, նրան այդպես հեղինակազրկելը, ի վերջո հասցնելը դատարաններ, ի վերջո, չգիտեմ, սպանելը գուցե ոչ մի շարժ։ Ինչն է Սամվել Կարապետյանի ֆենոմենը, որ այսպես եկեղեցու կամ եկեղեցականների գութն է շարժել։ Փողը, 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 փողը ու էլի փողը, ջիրեր։ Ակնհայտ է, չէ՞, ինչն է Սամվել Կարապետյանի ֆենոմենը։ Փողը։ Ես վերջերս Կտրիչ Ներսիսյանին մի հրապարակային հարց եմ հնչեցրել։ Ճիշտ է, ես այդ գումարներին չեմ տիրապետում, դժբախտաբար թե բարեբախտաբար ինքս էլ չգիտեմ, հա, բայց օրինակ որ մի 3 միլիոն քեշով գումար տանք Կտրիչ Ներսիսյանին, որևէ մեկի դիմապատկերով մեդալյոն ինքը պատրաստ է խաչի հետ միասին վզից կախած մանգա։ Փողը, ջիրայր։ Փողը ու էլի փողը։ Ինչու մյուս մեր հայրենակցի պլոճիկ ունեին, որ կանգնեին Ռուսաստանի Դաշնության բարձրագույն իշխանության հրահանգով կալանավորված եւ կտանքների ենթարկվող Լևոն Հայրապետյանի թասիբը պահեին։ Բա պահեիք։ Պլոճիկով Ռուսաստանի Դաշնության հայեր պահեիք։ Քիչ բան արել Արցախի համար, պակաս բարեր արեր, պակաս հայրենասեր էր, պակաս կապեր ուներ, բան էիք, ինչի չէիք անում, կամ լավ, ասում է բանա, հիմա այսպիսի մի հետաքրքիր խոսույթ է ձևավորվել, Մարիա Զախարովան, Պեսկովը, չգիտեմ, այն Դուրսպարծուկ Սալավյովը, մյուսը անհանգստացած են իրենց քաղաքացու ճակատագրով Հայաստանի Հանրապետությունում քերական գործով անցնելու մասով։ Լուրջ եք ասում։
Դրանք անհանգստացած չեն, օրինակ Ռուբեն Վարդանյանի ճակատագրում Բաքվի բանտում։ Հանգստացած չեն իրանք։ Այդ հարցը չի առաջանում ձեր մոտ։ Չի առաջանում, օրինակ, լավ Սամվել Կարապետյանը մեր Հայաստանի Հանրապետությունում է բանտում նստած, քրեական գործը նախաքննության փուլում, գուցե նախաքննությունը բարձի, որ անմեղություն կա այստեղ եւ նրան ազատ արձակի։ Ի վերջո իր հայրենիքում է, հա։ Լավ, վատ, մեր մոտ է, մեր երկրում է։ Սեփական հայրենիքում է անազատության մեջ։ Դա մեր մյուս հայրենակիցը, որ Բաքվի բանտում է։ Ռուսները բան չունեն ասելու։ Չէ՞ որ իրանց քաղաքացիներ գոնե թե միջև վերջերս։ Չէ՞ որ իրանց երկրում լրջագույն կապիտալի է տիրապետում։ Չէ՞ որ իրենք հանձնեցին ի վերջո Ադրբեջանին։ Կամ իրենց գործուն ջանքերի արդյունքում հանձնվեց Ադրբեջանին։ Հարց չկա։ Ես այս համատեքստում Ռուբեն Վարդանյան, Սամվել Կարապետյան այս համեմատությունն ինչի տարա ու այս երկուսի անունը ինչի տվեցի։ Այս համատեքստում ուզում եմ դիմել Ռուսաստանի Դաշնությունում ապրող հարստացած մեր հայրենակիցներին։ Եղեք մի արեք։ Հասկացեք, որ ի վերջո Ռուսաստանի Դաշնությունը ձեզ բոլորիդ օգտագործում է։ Նայեք Ռուբեն Վարդանյանին, առաջին հերթին Սամվել Կարապետյանին խղճալ պետք չի։ Այդ մարդը Հայաստանի Հանրապետությունում, մեր երկրում, մեր իրավապահ համակարգի ձեռամբ անցնում է քրեական գործով։ Անմեղության կանխավարկածնել որևէ մեկը չի խախտում։ Կամ կպարզվի, որ նա անմեղ է, ազատ կարձակվի ու էլի իր հայրենիքում կպտտվի։ Կամ հակառակը, անգամ եթե պատիժ կրի, իր հայրենիքում է կրել։ Այս նայեք Ռուբեն Վարդանյանի խղճացեք ձեզ։ Ինչի Սամվել Կարապետյանը այդպես ուղակի եկավ եկեղեցուն աջակցություն լուրջ եք ասում։ Իհարկե մարդը կթքի հեծի վրա, որովհետև այն ունեցվածքը, որ ինքը կուտակել է Ռուսաստանի Դաշնությունում, հեծի հետ համեմատած կամ հեծը դրանց կողքը դրած, ծովի մեջ մի կաթիլ ջուր է։ Քանի շուտ ակամ ձեր ունեցվածքը վերցրեք, տեղափոխեք այլ որևէ երրորդ երկիր, կամ եթե դուք որոշել եք ձեր ունեցվածքը պահելու համար Կրեմլի ձեռքին գործիք դառնաք, Հայաստանի Հանրապետությունում դա չի անցնելու։ Ինչու՞ չի անցնելու, որովհետև այստեղ կա ֆենոմենալ մի հակազդեցության գործիք, դա ժողովրդավարությունն է։ Դա ազատ խոսքն է, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գիտակցությունն է։ Ու դա այնպես չի, որ քարոզչության արդյունք է։ Ես Ժիրայրը խոսել ենք, ժողովուրդը այդպես են կարծում։ Ոչ։ Այդ ժողովուրդը դա իր մաշկի վրա զգացել է։ Մենք դեռևս մինչև 2020-ի 44 օրյա պատերազմում դրա հետևանքներն էինք խոսում։ Ռուսաստանի Դաշնության մասին ու Ռուսաստանի Դաշնությունից եկող վտանգների մասին միջև էտել էինք խոսում։ Ով էր մեզ բանի տեղ դնում։ Հայաստանի Հանրապետության բնակչության 80%-ը պրոռուսական գաղափարների կրող էր։ Վերև նստված ներքևը Վլադիմիր Պուտին, այդ սկզբունքով ապրում էին։ Ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ այն, ինչ որ մարդիկ չէին սպասում։ Իրենց կաշվի վրա, մաշկի վրա զգացին, որ Ռուսաստանի Դաշնությունը դաշնակից չէ, քծող է։ Սամվել Կարապետյան անձի հետ որպես այդպեսին, անձ որպես այդպեսին, որևէ մեկը խնդիր չունի։ Սամվել Կարապետյան բիզնեսմեն եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, քաղաքական եւ ոչ քաղաքական հայտ ներկայացնող Սամվել Կարապետյանի հետ վտանգներ կա։ Լեգիտիմ վտանգներ կա։ Հայաստանի Հանրապետությունը չի թևակողելու գուբերնիայի դարաշրջան։ Հայաստանի Հանրապետության գլխին որևէ մեկը չի կարող գա եւ գուբերնատոր կարգվի կամ մարիոնետկա իշխանություններ մենք չենք ունենալու։ Ուղղակի չենք ունենալու։ Տղեկ, սա հասկացեք։ Ձեր կապիտալը կամ տեղափոխեք Հայաստանի Հանրապետությունում, հարստացեք ու հարստացրեք, կամ առհասարակ քաղաքական process-ների մեջ մի խառնվեք։ Ես ափսոսում եմ, իրոք ափսոսում եմ մեր այն այ գործարարներին, ովքեր որ Կիրիենկոյի ձեռքին գործիք են դառնում։ Շնորհակալություն զրույցի համար։ Ընկերներ, զրուցակիցս քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էր։ Անպայման բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին եւ օրվա կարևոր զարգացումներին ու տեղեկություններին էլ հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։